Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր պատրաստելու ենք մոժոժի թթու ավանդական հայկական նախուտեց, պարզ բաղադրիչներով, բայց շատ համեղ և բուրավետ ուտեստ է հարգելիներս։ Նախ հիշեցնեմ, որ գտնվում եք Նարեկի խոհանոցում և եթե դեռ ինձ չեք ճանաչում, ապա կխնդրեի բաժանորդագրվել և հետևել իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ պարզ և համեղ բաղադրատոմսեր։ Պատրաստման ընթացքը շատ պարզ է։ Սկզբում մոժոժը լավ մաքրելուց և լվանալուց հետո խաշում ենք մինչև պատրաստ լինելը։ Ավելացնում եմ մի քանի դափնու տերևներ, հատիկավոր պղպեղ և հոտավետ պղպեղ և թողնում ենք, որ լավ եփվի։ Այդ ընթացքում կպատրաստենք նաև աղաջուրը։ Նախքան աղաջուրը պատրաստելը, հարգելի հետևորդներ, անպայման կհեռացնենք ավելորդ քավը, այսինքն փրփուրը, որ առաջացել է եփելու ընթացքում, և կսպասենք մինչև այն լրիվ պատրաստ լինի։ Հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, արդեն ինձ մոտ պատրաստ է։ Հիմա պատրաստում եմ նաև բոլոր բաղադրիչները աղաջուրը պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է խոշոր աղ և սովորական սառը ջուր։ Հարգելի հետևորդներ, ես օգտագործելու եմ 3 լիտր ջուր, 1 լիտր ջրին 3 գդալ խոշոր աղ եմ ավելացնելու։ Ընթացքում կավելացնեմ նաև իհարկե կտրատված գազար, հատիկավոր պղպեղ, սխտոր, մի քանի դափնու տերև։ 3 լիտր ջրի համար կօգտագործեմ, այսինքն 9 ճաշի գդալ աղ։ Այսքանը հարգելիներս շատ հեշտ, շատ պարզ և հասանելի բոլորի համար։ Լավ խառնում ենք, որպեսզի աղը լուծվի, այնուհետև ավելացնում ենք բոլոր բաղադրիչները և իհարկե պատրաստի եփված տոտիկները։
Ահա, ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ եւ հաճելի տեսք ունի, թողնում ենք մոճոժի թթուն սառնարանում կամ սառը տեղ, որպեսզի համերը լիովին տարածվեն մսի մեջ։ Սա շատ համեղ է եւ որպես նախուտես եւ որպես այլ ուտեստների կողքին։ Եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, միացեք իմ ալիքին, շնորհակալ եմ ինձ հետևելու համար։ Ձեզ հետ կրկին Նարեն էր, առողջ մնացեք, հաջողություն։